Ռեոփնի եթերում Ռենյուզի նոյեմբերի 7-ի առաջին թողարկումն է, բարի լույս, ես Մերի Դանիելյանն եմ, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Թողարկման ընթացքում կամփոփենք նոյեմբերի 6-ի և այս գիշեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Արդեն մի քանի օր է երկրի ներքաղաքական գլխավոր թեմաներից մեկը Ալիևի հայտարարությունն է Սևանի մասին։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն է նրան պատասխանել։ Ասել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում, որոնց հղում էր անում Ալիևը ու ասում, որ դրանցում Սևան չկա, նաև շատ ավելի հին քարտեզներում Հայաստանի տեղում գրված է Հայաստան, իսկ Ադրբեջանի տեղում Ադրբեջան չկա։ Բայց ըստ Փաշինյանի այս ամենը անիմաստ քննարկումներ են, առավել ևս օգոստոսի 8-ից հետո։ Կամ այն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ բանի Գյանջայի անունը եղել է Կիրովաբադ, ինչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ինչ է դա նշանակում։ Դրանից հետևությունը ինչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա ընկնել պատմական բանավեճերի էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ես դրա համար նաեւ բանի զանգ բառի օրինակը բերեցի։ Ով ասել, որ դրանք ադրբեջանական են։ Թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական։ Պատմական քարտեզների փոխարեն իշխանությունը կենտրոնանում է ներկայի վրա եւ ազդարարում պատմական իրադարձության մասին։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ցորեն է եկել Հայաստան առաջին անգամ։ 15 վագոն, ավելի քան 1000 տոննա հացահատիկ, հատելով նաեւ վրացական սահմանը ժամանել է Այրումի կայարան։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ մինչև հունվար այս երթուղիով նախատեսվում է Հայաստան առաքել եւս 132 վագոն ցորեն։ Կառավարությունը սա համարում է կարևոր այլընտրանք Վերին Լարսի ցամաքային ճանապարհին, որը տարիներ շարունակ խնդիրներ է ստեղծել հայկական բեռների համար։ Ընդդիմությունն էլ կոչ է անում շատ չոգևորվել, ռիսկերը գնահատել ու չմոռանալ։ Ի վերջո ցորենը Ադրբեջանով է գալիս։ Ռուսական ցորենով բեռնված շարժակազմը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Բեռը դիմավորելու համար Այրումի կայարան էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ սա միանվագ գործարք չէ։ Մինչև 2026 թվականի հունվար նախատեսվում է այս երթուղով Հայաստան առաքել եւս 132 վագոն ցորեն։ Իրադարձությանը արձագանքել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններից եկող ապրանքների համար եւ բարելավում է այդ միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ Խորհրդանշական է, որ այս ճանապարհով անցնող առաջին բեռը եղել է ռուսական հացահատիկը, կյանքի եւ արարման կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հակամարտությունից համագործակցության անցման ընդհանուր ձգտումը։ Իրադարձության ամենաբարձր մակարդակով անդրադարձել է նաեւ վարչապետը։ Նա այս զարգացումը դիտարկել է ոչ միայն լոգիստիկ, այլև ռազմավարական տեսանկյունից, այն կապելով տարածաշրջանային գործընթացների հետ։ Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված։ Մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը եւ ուզում եմ ընդգծել, որ դա լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումներին։ Սա ընդհանրապես քաղաքական քարտ է տրված Նիկոլ Փաշինյան։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը հաշվի առնելով տնտեսական մասը մենք իհարկե կարող ենք խոսել ու քննարկել, բայց այնքան բացեր կա տեղ, մարդիկ թվեր չեն հրապարակում, հաշվի չեն առնում, որ նույն Ղազախստանը թուրքական աշխարհի մաս է, թուրքախոս պետությունը ամբողջովին Թուրքիայի ազդեցության տակ։ Քննադատները պնդում են, որ այս գործընթացը չի կարելի դիտարկել զուտ տնտեսական տրամաբանության մեջ։ Բայց ցանկացած տնտեսական հարաբերություն ունի քաղաքական համատեքստ, երբ Արցախը
իրենք ճանաչեցին Ադրբեջանի մաս եւ իրենց կառավարման հետևանքով կորցրեցին այդ տարածքները, օրինակ կազմի լինեին ասային, թե ինչքան ցորեններ եւ ինչ գնով այդ տարածքներից Հայաստան գալիս, որը հիմա տեղի չունենում։ Երկաթգիծն անցնում է Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան, այնտեղից էլ Հայաստան։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը նշել է լոգիստիկ ուղու տնտեսական առավելությունները, որպես այլընտրանք Վերին Լարսի ավտոճանապարհին, որի եւ թանկարժեք է եւ հաճախ խնդրահարույց կապված խցանումների եւ այլ խնդիրների հետ։ Ըստ էության սա ռուսական ցորեն է, որը Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան եւ քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել էր Վրաստան եւ Վրաստանից Հայաստան։ Արդեն թրիփ ճանապարհը բացվի, այսինքն օրինակ Մեղրիով մենք ունենանք հաղորդակցություն, արդեն այդ պարագայում կլիներ արդեն օրինակ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, հետո նորից Ադրբեջան, որովհետեւ Նախիջևանն է գալիս, հետո Հայաստան։ Տնտեսագետը նշում է, քանի դեռ երկու պետությունների միջև քաղաքական խնդիրները լուծված չեն, տնտեսական հարաբերությունները կարող են ծառայել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք։ Մինչև քաղաքական խնդիրները երկու պետությունների մեջ չեն լուծվում, տնտեսականները սովորաբար կարճաժամկետ եւ որոշակի քաղաքական մանիպուլյացիոն գործիքներ են հանդիսանում։ Վառ օրինակներ են ռուս-ուկրաինական պատերազմը եւ այդ համատեքստում օրինակ ժամանակավոր թույլ տվեցին Թուրքիայի միջնորդությամբ ուկրաինական ցորեն արտահանել, հա։ Կառավարման մասնագետը նաև մտահոգություն ունի տեղեկատվական թափանցիկության հետ կապված։ Մենք նույնիսկ չգիտենք ներկրողով է, չէ՞, հացահատիկի պետությունն է, թե մասնավոր կազմակերպություն։ Այսինքն չի բացառվում, որ հերթական օրինակ պոպուլիստական էլի մանիպուլյացիոն քայլ անեն եւ օրինակ պետական բյուջեից սուբսիդավորում անեն, դրա գինը արհեստականորեն իջացնեն եւ ցույց տան, որ տեսեք, սա ավելի էժան է, քան մինչև հիմա եկած։ Այսինքն հազարում մի բան կա։ Նախարար Պապոյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նույն ճանապարհով կժամանի նաև ղազախական ցորենը։ Սակայն հարցին, թե արդյոք այս ամենը կհանգեցնի հացի գնի նվազման, նախարարը միանշանակ պատասխան չտվեց։ Ինչու ես չեմ ասի, որ միանշանակ չէ, այսինքն հիմա օրինակ այսքան տոկոսով իջնի, որովհետև դրանք տարբեր հանգամանքներից են կախված։ Հացի գնի միայն մի մասն է, այսպես ասած, ցորենի ինքնարժեքը, այնտեղ էլեկտրաէներգիա, տեղափոխում, լոգիստիկա, հա, փոխարժեք եւ այլն, իսկ բազմաթիվ հանգամանքներ կան։ Այս լոգիստիկաների հարցը պետք է նախ, ասում եմ, անվտանգության հարցեր, քաղաքական հարցեր, այդ դրանք ամեն ինչ այդ ռիսկերը բոլոր ծախսերի են վերածվում ամեն դեպքում։ Եվ այստեղ, ինչպես արդեն ասացի, իմ համոզմամբ սա քաղաքական համատեքստ ունի։ Մինչ առաջին խմբականակը դեռ բեռնաթափվում է, ղազախական ցորենով հաջորդ գնացքն արդեն ճանապարհին է, այս երթուղին դարձնելով շարունակական իրողություն։ Իսկ դրա հետ մեկտեղ դեռ շարունակվում է նաև վեճը տնտեսական շահի եւ քաղաքական մանիպուլյացիայի համադրության թեմայով։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այս ամենը կառավարությունը ներկայացնում է խաղաղության ու ապաշրջափակման տրամաբանության մեջ։ Տարածաշրջանում տեղի ունեցող տեկտոնական այս շարժերին բոլորն են ուշադիր հետևում, առաջին հերթին Իրանում։ Թրամփի ճանապարհի մասին օրինակ խոսել է Իրանի արտգործնախարարը։ بحث کوریدورها در اطراف ایران Ուժի սպառնալիքի վերաբերյալ մենք բազմիցս հայտարարել ենք եւ հաստատակամորեն պնդում ենք այն դիրքորոշումը, որ չենք ընդունի տարածաշրջանի սահմանների եւ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։ Մենք չենք հանդուրժի օտարերկրյա ուժերի ներկայությունը մեր ազգային անվտանգության համար։ Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի ներտարածաշրջանային համագործակցության միջոցով եւ մեր առաջարկն այս առումով 3 գումարած 3 ծրագիրն է։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը Երևանում ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորության խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը եւ հայտարարել, որ նրանց այցը պատմական է եւ նրանք պատմական ժամանակաշրջանում են մեր երկրում։ Շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո տարածաշրջանային համագործակցության հույս է արթնացել, ինչը կարևոր է նաև մեր բարեկամ երկրների համար։ Մեր տարածաշրջանի երկրների միջև սահմանների եւ ճանապարհների բացման արդյունքում ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ են ստեղծվում, ասել է Խանդանյանը։ Ալի Մուհամմադ Ալ-Շահրանին նշել է, որ կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս այցը նոր ձևավորվող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ հիմք կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ու հետագա նախաձեռնությունների իրականացման համար։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հարցերով միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջան այցելել է Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հուշահամալիր։ Հնդկական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար գրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Ամիտ Սաթիջան գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Ադրբեջանի գործողությունները կարող են խարխլել Վրաստանի ներքին կայունությունը, հազանգում են վիրահայերը։ Ադրբեջանը որոշել է այսպես կոչված հաղթանակի համերգ կազմակերպել Թբիլիսիում։ Հայ համայնքն էլ զգուշացնում է, որ դա նախ վիրավորում է Վրաստանի հայերի արժանապատվությունը, երկրորդն էլ իսկապես ռիսկային է վրացական պետության համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրում եւ բոլորովին խելամիտ չէ բորբոքել ներվրաստանյան էթնիկ կրքերը։ Վրաստանի հայ համայնքը դատապարտում է Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանության կազմակերպած համերգի անցկացումը։ Միջոցառումը կրում է հաղթանակի օրվա 5-րդ տարեդարձ խորագիրը։ Սխալ ենք համարում, որովհետև նման տիպի միջոցառումները եթե լինեն, կարող է էթնիկ խնդիրներ առաջանալ Վրաստանում։ Համայնքը հայտարարել է, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է եւ կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։ Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված քաղաքացիական անձանց եւ տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ։ Իդեպ օրերս Թբիլիսին խիստ քննադատել է Երևանում անցկացված Եվրանեստի վեհաժողովում Վրաստանի իշխանությունների դեմ ընդունած բանաձևը։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ծիլոսանին նաև հայ պատգամավորներին է մեղադրել, հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր եւ տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի ընտրյալ կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին։ Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրենք չեն քվեարկել կոնկրետ Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։ Կառավարող ուժի պատգամավորները սկողմ են քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը, թրիփ նախագծին, սահմանազատման գործընթացի շարունակությանը, պահանջում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում եւ Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցի հասցեագրում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեղադրել է կառավարող ուժին։ Ասում է ինքնիշխանության անվան տակ նրանք կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է ինքնահռչակ։ Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն, որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք։ Հիշեցնենք, վրացական երազանքն ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեստի երևանյան հավաքը, պատվիրակություն չուղարկելով Հայաստան։ Նստաշրջանին ընթառաջ Թբիլիսին հայտարարել էր, թե Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներին։ Մերի Դանիելյան, Open Media։ Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կաշառքի հոդվածով։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն փակել է 3-րդ նախագահի ելքը Հայաստանից։ Ես նման եմ մարդու, ով կարող է փախչել, որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Եթե նույնիսկ վստահ լինեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա։ Էս իմ երկիրն է, իրենց երկիրը չի։ Զուգահեռ ընթանում է նաև իշխանության հակամարտությունը եկեղեցու հետ, որը ստանում է տարբեր դրսևորումներ։ Նախորդին կարգալույծ է հռչակվել ևս մեկ քահանա, Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նա մասնակցել էր Ստեփան Ասատրյանի, ինչպես մայրաթորն է ընդգծել հակակրոնական միջոցառմանը։ Եկեղեցու հետ կատարվողի համատեքստում վերջին օրերին ամենակնարբող իրադարձությունը Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին Վլադիմիր Պուտինի շնորհած շքանշանն է։ Այս թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է։ Իրականում պարգևատրելու որոշումը շատ վաղուց է կայացվել եւ 3 պարզապես տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը, բայց միևնույն է շատերն այստեղ հստակ ուղերձ ու դիրքորոշում տեսան, ծավալվեց բուռն քննարկում սոցցանցերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային միասնության օրվա առթիվ անձամբ ամրացրեց Ալեքսանդր Նևսկու շքանշանը հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի կրծքին։ Ալեքսանդր Նևսկու շքանշանը միակ պատվանշանն է, որ գոյություն է ունեցել ռուսական 3 տարբեր պետությունների՝ Ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության պարգևների համակարգում։ Ստեղծել է Եկատերինա առաջին կայսրուհին 1725 թվականին։ Այն տրվում էր ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաներին պետության առաջ ծառայությունների համար։ Խորհրդային տարիներին այն վերածվեց ռազմական պարգևի Կարմիր բանակի հրամանատարական կազմի համար։ Իսկ 2010-ին այն վերականգնվեց իր սկզբնական դիզայնին մոտ տեսքով, որպես պետականության ամրապնդման, գիտության, մշակույթի եւ հոգեվոր կյանքում ունեցած մեծ ավանդի համար տրվող պարգև։ Շքանշանի կարգախոսն է աշխատանքի եւ հայրենիքի համար։ Այս շքանշանը Պուտինի կառավարման օրոք ստացել են 500-ից ավելի մարդ։ Այդ շարքում է Վլադիմիր Ժիրինովսկին, որը պարգևատրվել է 2015 թվականին ռուսական պարլամենտարիզմի զարգացման եւ ակտիվ օրինաստեղծ գործունեության մեջ ունեցած ավանդի համար։ Ռամզան Կադիրովը անձնական հավատարմության եւ Ուկրաինայում ռազմական գործողություններին չեչենական ստորաբաժանումների ակտիվ մասնակցության համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը պարգևատրվել է 2019-ին Ռուսաստանի եւ Սերբիայի միջև բազմակողմ համագործակցության զարգացման գործում անձնական ավանդի համար։ Այս ցանկն անընդհատ կարելի է համալրել, բայց Պուտինը այս շքանշանով պարգևատրել է մեկ հայի՝ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, որը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կրտսեր եղբայրն է։ Հայաստանի իշխանությունը պարբերաբար շրջանառում է մեղադրանքներ պարունակող ակնարկներ Եզրաս arczepiskopos-ի հասցեին նրան համարելով KGB գործակալ։ Ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է։ Այս մեղադրանքի դրվագով մայրաթորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ Փաշինյանը հավելել է, որ հայ առաքելական եկեղեցին ամենայն հայոց կաթողիկոս չունի, այլ կա մարդ, որ ապօրինի կերպով գտնվում է այդ կարգավիճակում։ Մայրաթորի դեմ իշխանության արշավի առիթով հայտարարություն է տարածել հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը։ Այդ արշավը հակասահմանադրական եւ հակաաստվածային գործողություն է, որը պառակտում եւ թշնամանք է սերմանում հավատացյալների շրջանում։ Ամենայն հայոց հոգեվոր կենտրոնը գտնվում է Մայրաթորում, իսկ հայ հոգեվորականությունը գլխավորում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Մայրաթորի մամուլի դիվանից եկեղեցու արձագանքը փոխանցելու նպատակով մեր զանգերն անպատասխան մնացին։ Կրեմլի ղեկավարը պարգևատրում է ոչ միայն թեմի առաջնորդին, այլև ցուցադրաբար իր հարգանքն է հայտնում հայ եկեղեցու ղեկավարների ընտանիքին եւ այդպիսով ողջ եկեղեցուն։ Ըստ վերլուծաբանների Պուտինի ժեստը հստակ ազդանշան է Երևանին, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին եւ ունի իր կարմիր գծերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հենց Ռուսաստանում է առաջին անգամ հանդիպել Եզրաս Սրբազանին։ Սիմոնյանն ունի իր հստակ կարծիքը Ռուսաստանի հայկական թեմի առաջնորդի մասին, սակայն որակումներ չի ուզում տալ։ Ասեց ցուխտեր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք։ Ասես ի՞նչ է։ Նայեմ գրածա ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան տակն է շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրենք։ Այսինքն ես իմ այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ թուղթը ճղեցի, ասացի, բայց մի սուրբ եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողը։ Հարկել ես հիմա ինչքան էլ լավ բան էլի, բայց ասենք այդ ինչ է, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց է ձևավորվել։ Ռուսական վերլուծական շրջանակները գրեթե միանշանակ են գնահատում իրավիճակը։ Մասնավորապես ազդեցիկ Նեզավիսիմայա գազետան բազմիցս անդրադարձել է Փաշինյանի եւ հայ եկեղեցու դիմակայությանը, այն դիտարկելով Հայաստանի, ՀԱՊԿ-ից եւ ռուսական ազդեցությունից հեռանալու ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Ըստ ռուսական մամուլի եկեղեցին այսօր Հայաստանում մնացել է Փաշինյանի արևմտամետ կուրսին դիմադրող վերջին խոշոր հենակետերից մեկը, եւ իշխանության գործողություններն ուղղված են այդ հենակետը թուլացնելուն։ Արարողությանը շքանշաններ եւ պարգևներ են ստացել նաեւ Ռուսաստանի այլ կրոնական համայնքների առաջնորդներ, այդ թվում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուսաստանի մուսուլմանների հոգեվոր առաջնորդ Ռավիլ Գայուդդինը եւ Ռուսաստանի գլխավոր ռաբի Բերլ Լազարը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Այս պարգևատրման արարողությունից եւ առաջ եւ հետո Ռուսաստանի նախագահը զբաղված է Ուկրաինայով։ Պատերազմն այնքան ձգձգվեց, որ օրինակ այդ ընթացքում ամբողջ Կովկասի աշխարհաքաղաքական միջավայրը գլխիվայր շրջվեց։ Բայց եթե մոտ 2 ամիս առաջ թվում էր Դոնալդ Թրամփը կկարողանա դադարեցնել մարտերը, հիմա նորից թունելի վերջում լույս չի երևում։ Եվրոպայում շատ տարօրինակ են սկսել արձագանքել ուկրաինական պատերազմին։ Ուելսում, որը Եվրոպայի ճիշտ հակառակ ծայրին է Մեծ Բրիտանիայի մաս, սկսել են վախենալ, որ հանկարծ պատերազմը իրենց չհասնի։
Ուկրաինայի արևելքում շարունակվող կատաղի մարտերի ֆոնին հակամարտության ապակայունացնող ազդեցությունը գնալով ավելի զգալի է դառնում ողջ Եվրոպայում։ Դրա վառ դրսևորումն են դարձել անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը, որոնց պատճառով եվրոպական մայրաքաղաքների օդանավակայանների աշխատանքն է պարբերաբար կատվածահար լինում։ Վերջինը Բրյուսելի օդանավակայանի աշխատանքի դադարեցումն էր։ Բելգիայի պաշտպանության նախարարը դեպքը որակել է երկիրն ապակայունացնելու փորձ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումը քաղաքի հյուսիսային ուղղությամբ, վերահսկողության տակ վերցնելով 24 շենք։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական զորքերը շրջապատման մեջ են եւ շրջափակումը ճեղքելու նրանց փորձերը ձախողվել են։ Գերատեսչության ամփոփագրով վերջին 24 ժամվա ընթացքում հետ է մղվել ուկրաինացիների 12 հակագրոհ։ Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինական զորքերի համար միակ ելքը հանձնվելն է։ Կիևը հերքում է այդ տեղեկությունները։ Ես չէի ասի, թե ռուսները Պոկրովսկի որևէ հատված են օկուպացրել։ Կասեմ, որ նրանք տեղ-տեղ ուժեր են կուտակել եւ չի կարելի ասել, որ նրանք ամբողջությամբ վերահսկում են որոշակի փողոց կամ ամբողջությամբ վերահսկում են մի թաղամաս։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է շրջափակման մասին տեղեկությունները, հայտարարելով, որ իր ուժերը ոչ միայն պաշտպանվում են, այլև հակագրոհներ են իրականացնում։ Ըստ ուկրաինական կողմի միայն վերջին մեկ օրում Պոկրովսկի ճակատում հետ է մղվել ռուսական 52 գրոհ։ Որպես ապացույց հրապարակել են տեսանյութ, որտեղ զինվորները Պոկրովսկի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացնում են Ուկրաինայի դրոշը։ Ռուսական կողմը հայտնել է Դմիտրովո քաղաքում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Նշվում է, որ արդեն իրենց վերահսկողության տակ է 19 շենք։ Ծանր մարտեր է նաև Կուպյանսկում, որտեղ դուրս պրծնելու ուկրաինացիների 3 փորձերը կասեցվել են։ Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի հերթական ֆինանսական օգնությունը, որը 50 միլիարդանոց ավելի մեծ փաթեթի մաս է եւ նպատակ ունի ապահովել երկրի տնտեսական կայունությունը։ Սակայն այս աջակցության ֆոնին Եվրամիության ներսում խորանում են քաղաքական տարաձայնությունները։ Ըստ փորձագետների անդամ երկրները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Ուկրաինային ռազմական օժանդակություն տրամադրելը կենթադրեր ուղղակի առճակատում Ռուսաստանի հետ եւ տարբեր պատճառներով դա չի բխում Եվրոպական միության շահերից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում կմնա ապակայունացնող ուժ Եվրոպայում, նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Մեզ անհրաժեշտ են հնարավորություններ, մեզ անհրաժեշտ են սպառազինություն, իրական կրակային հզորություն եւ իհարկե ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, քանի որ սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք, իրական են եւ երկարատև։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված պատերազմը սպառնալիքի ամենաակնհայտ օրինակն է։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ազդեցությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, հասնելով մինչև հեռավոր Ուեյլզ։ Այստեղ մարդիկ, որոնք գրեթե խուճապի մեջ պատրաստվում են հնարավոր աղետներ, ակտիվորեն զինվում են գլոբալ անորոշության պայմաններում։ Զինվորական պարագաների խանութի սեփականատերը Լի Փրայսը նշում է, որ իրենց հաճախ խելագարներ են անվանում, բայց իրականում իրենք սովորական մարդիկ են, որոնք ցանկանում են պատրաստ լինել ցանկացած արտակարգ իրավիճակի, լինի դա ջրհեղեղ, ահաբեկչություն թե պատերազմ։ Պատերազմը մեր շեմին է, այդպես չէ։ Այն այդքան էլ հեռու չէ եւ իրավիճակը կարող է շատ արագ վատանալ։ Գիտեք, ՆԱՏՕ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմի թմբուկներն են զարկում։ Նրանք նաև Ուկրաինային ավելի ու ավելի շատ զենք են մատակարարում, եւ նրանք ավելի շատ են հարձակվում Ռուսաստանի վրա։ Եվ Ռուսաստանը կհասնի մի կետի, երբ այլևս չի հանդուրժի դա։ Ճիշտ է։ Բավական է անհանգստացնես այս արջին եւ նա շատ ուժեղ կկծի։ Մինչ հիմնական ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի ռազմաճակատին, հարևան Բելարուսում տեղի ունեցել ուշագրավ միջադեպ։ Երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում տեխնոլոգիական խնդրի պատճառով բռնկված հրդեհն արագ մարվել է, առանց տուժածների։ Թեև պաշտոնական վարկածը տեխնիկական վթարն է, ռազմավարական նշանակության օբյեկտում տեղի ունեցած ցանկացած միջադեպ հատուկ ուշադրության է արժանանում։ Պայմանավորված տարածաշրջանային ընդհանուր լարվածությամբ եւ դիվերսիայի վարկածի կենսունակությամբ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Կտրուկ բորբոքվել են Բալկանները։ Սերբիայում հակակառավարական ալիքը հասել է գագաթնակետին։ Անցած նոյեմբերին Գնացքի կայարանում փլուզման հետևանքով 16 մարդ էր մահացել, որից հետո մինչև այսօր սերբերը պահանջում են կառավարության հրաժարականը անփութություն թույլ տալու համար։ Բողոքի ցույցերը տարածվել են հարյուրավոր բնակավայրերում, փակվում են փողոցներ, ոմանք հացադուլ ու նստացույց են հայտարարում, հեծանվով երթեր իրականացնում։ Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել բռնությունը եւ հետաքննել կոռուպցիան։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ Եվրամիությանը մեղադրում
խոսում է արևմտյան դիվերսիաների եւ գունավոր հեղափոխության համար, բայց նաեւ հայտարարում արտահերթ ընտրությունների պատրաստակամության մասին։ Մի խոսքով շատ նման է վրացական իրականությանը։ Եվրամիությունը ինչ-ինչ պատճառներով, որոնք գրեթե միշտ կապվում են Ռուսաստանի հետ, սատարում է ընդդիմությանը։ Իշխանությունն էլ Եվրամիությանը մեղադրում է երկերեսանիության մեջ։ Սերբիան 1 տարի է ցնցումների մեջ է։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց մարտահրավեր նետելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարությանը։ Ամեն ինչ սկսվեց 2024-ին, երբ փլուզվեց Նովի Սադ քաղաքի նոր վերանորոգված երկաթուղային կայարանը։ 16 մարդ զոհվեց։ Մարդիկ մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի եւ անփութության մեջ։ Լևի դեսնի како գոդ։ Նема две Սերբիա։ Ոմանք ասում են, որ կան երկու Սերբիաներ, նրանք եւ մենք, շրջափակողներ եւ հակաշրջափակողներ, ծախեր եւ աչեր։ Երկու Սերբիա գոյություն չունի, Սերբիան մեկն է, անբաժանելի, եւ շրջափակողները մեր եղբայրներն ու քույրերն են։ Մենք պետք է պատասխանատու լինենք նաեւ նրանց համար։ Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման, անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու եւ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Վերջին բողոքի ցույցերի առանցքային դեմքերից է Դիանա Հրկան, Նովի Սադի ողբերգության զոհերից մեկի մայրը, որը հացադուլ է սկսել պահանջելով պատասխանատվություն եւ ձերբակալված ցուցարարների ազատ արձակում։ Սա խայտառակություն է սերբական ոստիկանության համար։ Անել այն, ինչ նրանք արեցին այդքան շատ ոստիկանների ներկայությամբ։ Ուստի թող ինչ-որ մեկն ինձ ասի, որ դա կազմակերպված չէր, ինչ էլ որ պատահի, այս մարդկանց հետ մեղավորը լինելու է Սերբիայի Հանրապետության ոստիկանությունը։ Ի պատասխան աջող ճնշումների եղել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, սակայն ցուցարարները պահանջում են ավելի էական փոփոխություններ։ Անի Հովհաննիսյան, Ռեոփն մեդիա։ 3 առավոտյան հրդեհ էր բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր եւ այլ խանութներ։ Կրակի ծխիսյունը տեսանելի էր մայրաքաղաքի շատ կետերից։ Հրդեհի բարդության մեկ բիսկանչով դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության, Հրշեջ փրկարարական ջոկատների տասնյակից ավելի մարտական հաշվարկները։ Հրդեհն ի վերջո մարել են։ Հետևումս այսօր առավոտյան Կոմիտասի Պողոտայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքների միայն մի մասն է։ Փողոցից թերևս ամենատեսանելին, որովհետև հրդեհի բռնկման պահին տարածվող տեսանյութերում բոցը ամենատեսանելին, ամենամեծը հենց այս հատվածում էր երևում։ Սակայն կրակը միայն այս հատվածով չի բավարարվել։ Մոտավորապես 2 ժամ Հրշեջ փրկարարներն աշխատում էին կրակն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։ Ասին որ վառում է, երկու կին գոռացին, ես ներքևն էի։ Վառում արի, միշև եկա արդեն վառում էր։ Առավոտյան 11-ից 8 առևտրի կենտրոնից ահազանգել են հրդեհի մասին, հետո բոլորը դուրս են եկել շենքից։ Դրա շնորհիվ բռնկված հրդեհից ֆիզիկապես տուժածներ չկան։ Աշխատակիցները բոլորը ունեն ընթացակարգ, տեղում ոսանքազրկել են եւ լքել են տարածքը։ Միայն մի պատասխանատու աշխատակից էլ փորձել է կրակը մարի, բայց արդեն տեսել է, որ չհնարավոր չի, այդ ընթացքում է զանգվել է 911 ծառայություն։ Ըստ նախնական տվյալների հրդեհը սննդի կետերից մեկում է բռնկվել, այրել շենքի երեսպատման մի մասն ու բարձրացել տանիք։ Չէ, նայում ենք մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց էքսպերտիզան կտա այդքան բան։ Ավել բան չեմ կարող ասել։ Փրկարար ծառայությունից սկզբում 4 մարտական հաշվարկ են ուղարկել, 2 ժամվա ընթացքում թիվը հասել է 14-ի, մինչև մոտավորապես ժամը 13-ը հաջողվել է կրակն ամբողջությամբ մեկուսացնել։ Հրդեհի ծագման, մակերեսների ու վնասների մասին խոսելը դեռ վաղ է ըստ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետհրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հրդեհի հետհրդեհաշիժման հետ կապված։ Իդեպ այսօր հրդեհ բռնկվել էր նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում։ Դեպքի վայր ժամանած փրկարարների 2 մարտական հաշվարկը 11:30-ի դրությամբ մեկուսացրել էր հրդեհը։ Սիմոն Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան եւ Էդգար Գուլոյան, Ռիոփն մեդիա։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ 17 եւ 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել 2 հոգու նկատմամբ։ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 17 եւ 20 տարեկան երիտասարդները վանաձորցի 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահում են վերջինիս տանը, որտեղից էլ խուզարկությամբ արգրավել է լիցքավորված Կալաշնիկովի ինքնաձիգը, 5 անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։
Նոյեմբերի 5-ից 6-ը երկրում բացահայտվել է 133 հանցագործություն։ Ոստիկանության ամփոփագրի համաձայն արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 19, մարմնական վնասվածք պատճառելու 12, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 6, համակարգչային հափշտակության 2 դեպք։ Բացահայտվել է նաև կողոպուտի, խուլիգանության, ծառերը թփերը ապօրինի հատելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող կամավոր, ներկայացվել է 3-ը։ Մեկ օրում գրանցվել է 20 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 20-ը վնասվածքներ ստացել։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերի վերջ երկրում տեղի ունեցած ավտովթարներից մահացել է 226 մարդ։ Համեմատության համար նշեմ, որ օրինակ Հայաստանի կրկնակի բնակչություն ունեցող Ֆինլանդիայում այս նույն ընթացքում զոհվել է եռակի պակաս 76 մարդ, իսկ մայրաքաղաք Հելսինկիում 0։ Փարիզի Սանտե բանտում կալանավորված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուր ուտել, սնվելով միայն յոգուրտներով, իսկ ինքնուրույն բոլորովին չի կարողանում պատրաստել, թեև բանտում նման հնարավորություն կա։ Պուանտ պարբերականը վկայակոչելով քաղաքական գործչի մերձավորներին հայտնում է, որ գիտակցելով իր հանդեպ բազմաթիվ բանտակիցների թշնամական վերաբերմունքը, նա հրաժարվում է դիպչել ցանկացած ուտելիքի, որը բերում են իր խուց։ Վախենում է, որ ինչ-որ մեկը կարող է թքել նրա կերակրի մեջ կամ թունավորել։ Հոկտեմբերի 21-ից իր կալանավորման պահից ի վեր Նիկոլա Սարկոզին բացառապես յոգուրտներով է սնվում։ Նախկին նախագահի հարազատներից մեկն ասել է, որ նա նույնիսկ ձու եփել չգիտի եւ սկզբունքորեն չի անում դա։ Հիշեցնեմ, Սարկոզին Սանտե բանտում է, որտեղ նա բանտային պատիժ է կրում 5 տարի ժամկետով։ Այժմի համար այսքանը, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, բաց չթողնեք։ Հաջողություն։